հայրենիքի, գրի ու մշակույթի, ընտանիքի, սիրո ու բնության, գինու ու ցասման, ինչպես նաև վրեժի մասին են նրա ստեղծագործությունները, այդ ամենի գեղարվեստականացումն է։ Խոսքը Լյուդվիգ Դուրյանի մասին է։ Բանաստեղծը ծնվել է 1933 թվականին Ռուսաստանի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի Չալթայաբնակ գյուղում։ Հաջորդ տարի ընտանիքով տեղափոխվել են Հայաստան և բնակություն հաստատել Կոտայքի շրջանի Շահաբ գյուղում։ Դեռևս Երևանի պտղաբանջարաբուծական տեխնիկումում ուսանելու տարիներին տպագրվում են նրա առաջին բանաստեղծությունները։ 1971 թվականին նա ավարտել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացները։ Լյուդվիգ Դուրյանը աշխատել է Երեկոյան Երևան թերթում, Հայաստան և սովետական գրող հրատարակչություններում, որպես ավագ խմբագիր, հետագայում որպես բաժնիվարիչ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են տարբեր լեզուներով։ Բանաստեղծությունների շարք ունի համաշխարհային գրականություն մատենաշարի սովետական պոեզիա հատորում։ Ռուսերեն լույս են տեսել բանաստեղծի 4 ժողովածուները՝ Եղեգան ստվեր, Արևագիրք, Նա իջնում է արևից և Թալիսման։ Դուրյանի բանաստեղծությունների հիման վրա գրվել են բազմաթիվ երգեր։ Նրա գրչին են պատկանում բանաստեղծությունների և պոեմների 35 հավաքածու։ Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակների դափնեկիր է։ 2007 թվականին արժանացել է Հայաստանի Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյան մրցանակի։ Մեր տարիքն աղաբատն է գրքի համար։ Լյուդվիգ Դուրյանի Մղձավանջ, Ոսկեսարսափ, Պոլիս և շատ այլ գործերում մենք տեսնում ենք իր ազգի նահատակների հիշատակը խնկարկող սգացյալ բանաստեղծին։ Վանքը դարձել է սգամայր, պատարակ է հեգում ողբի։ Քամին ցրում է մացառին ցնցոտիներ կմախք որբի։ Այսպես է նկարագրություններ տվել նա։ Նա նաև զուգահեռ հասունացնում է վրեժի ծարավը։ Մղձավանջային տենդից արթնացումն անխուսափելի է, և այդ արթնացումից վկայություններն են հատկապես Մաշտոց, Ասք հողի կոչմամբ գրաբար պոեմները, ինչպես նաև շատ բանաստեղծություններ։ Լյուդվիգ Դուրյանը կյանքից հեռացել է 2010 թվականի հուլիսի 9-ին Երևանում։